Ողջույն։ Մենք անդադ փորձում ենք խաբված, հիասթափված, դեռևս չկողմնորոշվող քաղաքացիների, այսպես ասած, աչքերը բացել, հիմնավորել, թե ինչու է կարևոր մասնակցել ընտրություններին եւ չքվեարկել այս իշխանության օգտին։ Բայց հավատացնում եմ, որ բոլորից ավելի լավ հենց սրանք են դա անում։ Այսօր մի հայտարարություն եմ լսել մարդամեկից, որը կատարյալ հիմնավորում է, թե ինչու պետք է իրեն չընտրի մեր երկրում առնվազն կես միլիոն թոշակառու եւ տանը թոշակառու ունեցող ցանկացած ընտանիք։ Սրանք, որ 2018-ին իշխանության են եկել բարեկեցության խոստումներով, ցածր թոշակները շահարկելով, 8 տարի հետո հայտարարում են. թոշակառուն մեր օրոք շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ առնի, մի հատ թեյի բաժակ առնի։ Սրանով հպարտանում է Նիկոլը։ Ժորժ ջան, երբ թոշակառուն տարվա ընթացքում կարողանում է իրեն թույլ տալ գնել ընդամենը 1 զույգ կոշիկ, դա ծայրահեղ ցածր սոցիալականի մասին է։ Դա գոյատևման հաշվարկ է։ Նիկոլը իսկ գոյատևում չի խոստացել, խոստացել էր բարեկեցություն։ Երբ թոշակից մարդ կարողանում է տարվա կտրվածքով տնտեսել միայն 1 զույգ կոշիկի համար, ուրեմն սնունդն ու կոմունալը հանած նա եկամուտ չունի, 0 է։ Բարեկեցությունը ենթադրում է, որ թոշակառուն պետք է ազատ ֆինանսական միջոց ունենա, որ շոր գնելու, թատրոն գնալու, իր անձնական պարզ ցանկությունը կատարելու համար ֆինանսական ցնցումների չենթարկվի։ Սա բարեկեցիկ ծերություն խոստացողը այսօր ասում է թոշակառու, ինձ ընտրի, 8 տարի վարչապետ եմ, հասել եմ այնտեղ, որ տարեկան 1 զույգ կոշիկ առնես։ Ծաղրում է ժողովուրդ։ 8 միլիարդ դոլարով պետական պարտքը ավելացրել է, բայց տնտեսությունը զարգացել է 1 զույգ կոշիկի աստիճանի։ Բայց արի ու տես, որ Նիկոլի եւ իր ՔՊ-ի համար տարին 1 զույգ կոշիկի կանոնը չի գործում։ Հիմա գանք մարդամեկի ասած երկրի հակառակ կողմին։ Օրերս հրապարակվեց ՔՊ-ական պաշտոնյաների աշխատավարձի մասին նյութ։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը ստացել է ամսական 1 միլիոն դրամ աշխատավարձ, 26 թվականին 26 միլիոն դրամ ամսական։ Թոշակառուների ուսերին թառած դարձել է վարչապետ, թոշակը բարձրացել է 10,000 դրամով, իր աշխատավարձը 1,6 միլիոն դրամով ամսական։ Մեկ տարում Նիկոլ Փաշինյանը ստանում է 57 տարվա թոշակը, ժողովուրդ։ Կուկուռուզ կրծելով, պերաշկի ծամելով, գնում կանգնում է թոշակառուի դիմաց, գովազդի վահանակ սարքած սառոճկայով ու ասում. ես ձեզանից մեկն եմ, ձեր տան տղեն եմ, բոլորդ վարչապետ եք, բայց ես կարամ տարեկան գնեմ 57 զույգ կոշիկ, դուք ընդամենը 1 զույգ։ Ու ասում է ինձ ընտրեք։ Ինչի, որ 5 տարի հետո թոշակառուն գնի 2 զույգ կոշիկ, դու 115։ Նիկոլի աշխատակազմի ղեկավարը, որը իմ գնահատմամբ մեր երկրի ամենաանօգուտ ՔՊ-ական պաշտոնյաներից մեկն է, ամսական ստանում է 3 միլիոն դրամ աշխատավարձ։ Մեկ ամսում դա ստանում է թոշակառուի 5 տարվա թոշակը։ Մեկ ամսում, բայց որ նոր էր նշանակվել պաշտոնի, հայտարարագրել էր տարեկան կարծեմ 500,000 դրամ եկամուտ, մոտավորապես այնքան, ինչքան թոշակառուի 1 տարվա թոշակն է։ Հիմա ստանում է տարեկան 30 միլիոն դրամ։ Հարստանալը էս է, ժողովուրդ։ Երբ տարեկան եկամուտդ 60 անգամ ավելանում է, 60 անգամ, քո հաշվին դրա եկամուտը 60 անգամ ավելացել է, քո թոշակը 60 անգամ ավելացել է, ժողովուրդ։ Ուսուցչի աշխատավարձը 60 անգամ ավելացել է, իսկ ոստիկանինը, իսկ զինվորինը եկել ասում են մեզ ընտրեք, ինչի, որ եկամուտը ավելանա հաջորդ 5 տարում 120 անգամ։ Պիլեսոսի մասնակետ Արարատ Միրզոյանը, որին անգամ ապառիկով տելևիզոր չէին տալիս, ամսական 2,5 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ 3 գերիներից հարց են տալիս, ասում է ծնգլարիկ։ Երեկվա այդ հայտարարությունից հետո այսօր նա դեռ պաշտոնի է։ 5 օրից եւս 2,5 միլիոն դրամ է անիմաստ ստանալու։ Ու դու հանդուրժում ես, ժողովուրդ։ Մինչև հիմա զինվորներ ունենք խարխուլ պայմաններում ծառայող։ Մինչև հիմա ծնողները զինվոր զավակներին հագուստ, սնունդ, անգամ վերմակ են ուղարկում։ Պաշտպանության նախարարը 30 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել։ 21 թվականի համեմատ մեր երկրի դիրքերը 200 քառակուսի կիլոմետրով նահանջել են։ 21-ի համեմատ Պապիկյանի աշխատավարձը կրկնապատկվել է։ Ինչքան դիրքերը պակասել են, զոհերը շատացել են, սրա եկամուտները աճել են։ Ու ինքն էլ կանգնում բեմից մատ է թափ տալիս, թե դուք ինչի չեք զոհվել։
ինչքան զոհվել են, այնքան Պապիկյան Սուրենի եկամուտը ավելացել է։ Թոշակի նախարարը առանձնատուն է կառուցում։ Նիկոլը Թոշակառուին ասում է կարող եք մեկ զույգ կոշիկ գնել տարեկան։ Ու էլի ձայն են խնդրում։ Այն մի զույգ կոշիկ գնի, նախարարը մի հատ դղյակ։ Ինչի, որ պետպարտքը դարձնել 32 միլիարդ դոլար, դրա համար եք ուզում հաջորդ 5 տարվա համար պաշտոններ, որ հարստանաք ՔՊ-ով։ Այսքանը դեռ քիչ է, մի հատ էլ պարգևավճար են իրենց դուրս գրում, մարդա 7-9 միլիոն դրամ։ Հարցնում ես ինչքան են ստացել, ասում են չենք հաշվել, բայց ձեր թոշակը հաշվել են, տարին մեկ զույգ կոշիկ է կազմում։ Իրենք ուզում են մնալ, մի 5 տարի էլ, որ Արարատ Միրզոյանը մի դղյակ էլ գնի, Սանոսյանն էլ, Թորոսյանն էլ, Կոնջորյանն էլ, ալեն-մալեն ենք, իսկ դուք 8 տարի հետո գուցե կարողանաք եւս մեկ զույգ կոշիկ գնել, Ժորժ ջան։ Հասարակության մեջ ռեսուրսների, հնարավորությունների, արտոնությունների, բարիքների անհավասար ու անարդարացի բաշխումը հենց սոցիալական անարդարությունն է։ Այնինչ այսօրվա Հայաստանում լի առկա է։ Մարդիկ զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, պաշտպանվածությունից, զարգացման հավասար հնարավորություններից, եւ երկրի հարստությունը կենտրոնացված է փոքրամասնության ձեռքում։ Մինչդեռ բնակչության լայն շերտերը բախվում են ֆինանսական դժվարությունների, ցածր աշխատավարձի, ծայրահեղ աղքատության։ Այս իրավիճակը քայքայել է հասարակական համերաշխությունը, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը իջեցրել է 0-ից ցածր։ Մեր երկրում շարքային թոշակառուն ստանում է օրական գիտեք ինչքան 1500 դրամ։ Մեզանից ցանկացածը օրը եթե ունենա 1500 դրամ, ինչ կարող է անել։ Միսը, կարագը, մրգերը դառնալու են թանգարանային նմուշ։ Մյուս կողմում Նիկոլն է իր ԿՊԱ-ական նախարարներով, որ օրական ստանում են 90-ից 100 հազար դրամ։ Օրական։ Պատկերացնում եք, նախարարի ընդամենը մեկ լանչը ավելին արժե, քան մեր տատիկների ամբողջ ամսվա գոյատևման բյուջեն, որ տալիս է այս Նիկոլի կառավարությունը։ Կարճ ասած, ՔՊ-ն իր առաջնորդով վաղուց կտրվել է իրականությունից ու տեղափոխվել է 3 միլիոնանոց աշխատավարձերի աշխարհ։ Նրանց ու ձեր միջև կապը այնքան է կտրվել, որ ձեզ վերաբերում են որպես ավելորդ բեռի։ Սրանց օրոք մեր երկրում, եթե ինչ որ բաներ աճել են, ապա ոչ թե մարդկանց բարեկեցությունը, ոչ թե երկրի սահմաններն ու անվտանգությունը, երկրի հեղինակությունը, ոչ թե թոշակն ու եկամուտը, այլ աճել են գները, աճել է պետական պարտքը, աճել է ՔՊԱ-ականների աշխատավարձը, աճել տարածվել է եռաբլուրը, աճել է հանցավորությունը, աճել են թշնամուն տրվող տարածքները, աճել են կազինոների խաղադրույքները, աճել է թմրամոլությունը, աճել է ատելության մակարդակը եւ աճել է ՔՊ-ի հղբացածությունը։ Ու սրանք ձեր դուրն են նորից եկել, ձեր քվեն են խնդրում, հենց նրա համար, որ այս ամենը ավելի շատ աճի։ Ժորժ ջան, դու ես որոշում, շարունակում ես ֆինանսավորել Նիկոլենց շքեղ կյանքը եւ քո աղքատացումը, թե սրանց ի վերջո թափես տալու։